Հայ կարատեիստներին դհոլ զուռնայով չդադարող ծափերով են դիմավորում Զվարթնոց օդանավակայանում։ Եգիպտոսի մայրաքաղաքում կայացած կարատեի աշխարհի առաջնությունից կարևոր մեդալ է բերել Հայաստան Սուրեն Հարությունյանը։ 75 կիլոգրամ քաշային կարգում երրորդն է։ Կիսաեզրափակում ցավոտ մենամարտեր պարտվել եմ, աշխարհի գործող չեմպիոն եմ Եգիպտացում, բայց հավասար պայքարում։ Դրանից հետո արդեն մեդալի համար մենամարտում հաղթել եմ այնպիսի մարզիկի, ում փոքրուց նրանց մենամարտերն ենք նայել, այսինքն փորձառու մեծ տարիքով մարզիկ էր։ 5 մենամարտ է անցկացրել մեր մարզիկը, իր համար կարևոր մրցակիցների հաղթել։ Կարևորը թուրք, կուզեմ առանձնացնեմ։ Կահիրեում գրանցած արդյունքը Սուրենի խոսքով իր կարիերայում հատուկ տեղ ունի։ 2 ամիս առաջ էլ Փարիզում էր հաղթանակ տարել ու նվաճել աշխարհի առաջնությանը մասնակցելու ուղեգիր։ 7 տարի արդեն հավաքականում եմ, 7 տարի չգիտեմ, դժվար ճանապարհ է, կարելի ասել, շատ եմ պարտվել, բայց կարևորը չեմ կոտրվել, մեր մարզիչները հույս են տվել, պարապել ենք, Փառք Աստծո հասել ենք արդեն վերջապես սրան ու ավելի ենք բարելավելու, ավելի լավ լինելու ամեն ինչ։ Հայաստանի կարատեի ֆեդերացիան 1 սանդղակով բարձրացել է վերև, վստահեցնում է հավաքականի գլխավոր մարզիչը։ Պատմական ցուցանիշ են գրանցել այս տարի մինչև 21 տարեկանների եւ մեծահասակների հավաքականները։ Ուզում եմ իմ խորին շնորհակալություն հայտնել Հայաստանի կարատե ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանին, թիմի կողքին, մարզչական շտաբի կողքին լինելով, մեզ ողջերվորելով, ամեն ինչ անում, որ Հայաստանի կարատեն որեցօր ավելի զարգացում ապրի։ Չեն դադարեցնելու ամենօրյա մարզումները, մոտ ապագայում կարևոր մրցաշարերի են մասնակցելու, վստահությամբ, որ Հայաստանի դրոշն ամենավերևում են ծածանելու։ Էդգար Ղուշչյան, Նորայե Շարբաթյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։